Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, հարցս ուղղում եմ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, Գորիս համայնքի Քարահունջ գյուղում կան սողանքներ, որի գոտում են հայտնվել 21 տուն մոտ, եւ ժամանակի ընթացքում 11 տան բնակիչների հարցերը լուծվել են եւ այդ մարդիկ տեղահանվել են եւ այլ բնակավայրերում արդեն տներ ունեն, բայց 10 տունը դեռևս մնում է սողանքի գոտում եւ ամեն ժամանակի հետ անընդհատ վտանգ ավելի է մեծանում նրանց տների անվտանգության։ Խնդրում եմ, եթե ինչ-որ ծրագիր կա, որ պետք է այդ ծրագրով այս մարդկանց հարցերը լուծվեն, այդ մասին տեղեկացնել։ Հարցին կպատասխանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Համեցեք, պարոն փոխվարչապետ։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան հարցի համար։ Հարցից տեղյակ ենք, տարիներ առաջ դեռևս Քարահունջ համայնքը դիմել էր քաղաքաշինության կոմիտե տեղանքի վերաբերյալ մասնագիտական եզրակացության արձանագրություն կազմելու համար քաղաքաշինության կոմիտեի կողմից տարված աշխատանքը հաստատել է, որ նշված տարածքում կան սողանքային հատվածներ։ Ներկայում մենք տեղեկություն ունենք, որ համայնքը արդեն գորիս խոշորացված համայնքը աշխատանքները տանում 5 տների սեյսմիկ վիճակը պարզելու ուսումնասիրություն անցկացնելու ուղղությամբ։ Այդ տեղեկությունները սահմանված կարգով կառավարությունում կստացվեն, ցավոք գիտեք, որ դրանք մեր բնակավայրերում եղած համանման խնդիրներից մեկ դեպքն է եւ ելի ունենք նման իրավիճակներ, որտեղ համակարգային լուծումներ ստանալու ըստ առաջնահերթության քաղաքաշինության կոմիտեի կողմից տալվում են համապատասխան աշխատանքներ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերների հետ միասին կստանանք այդ եզրակացությունները, կհամեմատենք մեր մյուս ունեցած անելիքների հետ, ըստ առաջնահերթության հարցերին կանդրադառնանք, պարոն Խաչատրյան։ Այս պահին միայն այսքանը կարող եմ ասել, որովհետեւ ավելի շատ բան հայտնի չէ տների վերաբերյալ, քան ընդհանուր տեղեկությունը։ Շնորհակալ եմ։ Համեցեք, արձագանք։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, կարծում եմ, որ առաջնահերթության հարցերը լուծելու մեջ նաև դեր կխաղային հանգամանքը, որ Քարահունջը նաև սահմանամերձ գյուղ է եւ այս մասով կարող է նաև ազդել, որպեսզի նա ավելի առաջնահերթ լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն անպայման, իհարկե դուք գիտեք, որ սահմանամերձ բնակավայրերում մեր անելիքները առաջնահերթ կարևորություն ունեն եւ մենք նորից ինչպես արդեն նշեցի, ձեզ հետ կապի մեջ կլինենք նաև, դուք նաև հաճախ եք լինում Քարահունջում, իրավիճակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ունենալուց հետո կարող ենք հստակեցնել, թե ինչ անելիքներ կարող ենք պլանավորել, պայմանավորվել։ Շնորհակալ եմ։